Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ Վառնայից տեսակապի միջոցով մեզ է միացել Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստվածակն է Մինեջան։ Դու ողջունեմ ցեզ եւ ցեր բոլոր ունգընտիրները։ Տեր Արմեն, Մայր Աթոռը հայտարարություն է տարածել անդրադառնալով Գյումրիում ամսի 7-ին տեղի ունեցած պատարագին, նախ նշում է, որ դատապարտում են վարչապետի գլխավորությամբ պատարագի արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում, ընդ որում պատարագ բառը ճակերտներում է վերցրած։ Հետո նաև անդրադարձել են 10 եպիսկոպոսներին, որոնք գիտեք արդեն հայտարարությամբ են հանդես եկել, պահանջել են, որ կաթողիկոսը պետք է գնա հանգստի եւ նաև ավելի վաղ հանդիպել էին վարչապետի հետ։ Մայր Աթոռից ասում են, որ Մայր Աթոռը հորդորում է վերադառնալ կանոնական դաշտ եւ զերծ է մնում այս պահին միջոցներ, կոշտ միջոցներ, այսպես ասած, կիրառելուց։ Ինչ է հասկանում Մայր Աթոռը խիստ միջոցներ ասելով եւ ինչ միջոցների մասին է խոսքը, արդյոք սա կարող ենք դիտարկել որպես սպառնալիք 10 եպիսկոպոսներին։ Էրմինե ջան, առաջին հերթին ուրեմն հարցերը մի քանի շերտեր են, ինչ որ հարցեր տվեցիր, առաջին հերթին ես շատ ցավում եմ եւ ամոթանք եմ տալիս Մայր Աթոռի պաշտոնեությանը, գլխավորությամբ Կդրիչ Ներսիսյանի, որովհետեւ երբ որ դու բادرակ բարը ճագերտների մեջ ես տնում, բարձավես, որովհետեւ այնտեղ մի անց կամ անցինք կան, որոնք չեն ընդունում Կդրիչ Ներսիսյանը եւ իր շքախումբը, դա արդեն աստվածաբանական մեծ խախտում է եւ հենց այս բարի համար արժե բոլորին իրեն աջակցողներին գարկալույց անել։ Բայց չեմ զարմանում, որովհետև այս մարդկանց համար բادرակը ամեն ինչից բացի, այսինքն բացի Քրիստոսից ամեն ինչ է խորհրդանշում։ Որովհետև այդ բادرակը Քրիստոսի զոհաբերությունն է, եւ քանի որ այնտեղ բادرակող կահանան գարկալույց չէ մանավանդ, դեգուզ եւ գարկալույց է լինի, բայց բادرակը մնում է բادرակ, եւ որ դուք այդ ամեն արժեքները հոգեվոր, աստվածաբանական բոլոր մեկթի դրած Զանց եք անում այդ ամեն ինչը եւ գետրոնանում եք մի անձի վրա, որ եկած է եկեղեցի, որը ցեզ հաջելի չէ եւ ցեր ամոթներն ա բացահայտել եւ նրա համար դուք դնում եք այդ բادرակ բարը ճագերտների մեջ, ել դուք հոգեվորական գոչվելու իրավունք չունեք։ Նախ ես շատ ագիրջ ասեմ, որ բادرակը նախ ինչ է բادرակը ցևական գողմը ասեմ։ Քրիստոսի առաքյալներու ժամանակ այս մեր ճանաչած բادرակը չկար։ Բարձրապես առաքյալները հավաքվում էին միասին եւ հաց էին կիսում։ Հիմա այնտեղ կային նաեւ հետանոսներ, նորահավատներ, որոնք գալիս էին եւ մասնակցում էին աշուշ մգրդութեն հետ, մասնակցում էին այդ բادرակի արարողությանը։ Եվ դա ամենակարևոր սիմվոլը խորհրդանիշը Քրիստոսի զոհաբերությունն է, բայց արի եւ դες Էրմինե ջան, որ սրանք Քրիստոսին չեն ճանաչում։ Սրանք ճանաչում են միայն իրենց եւ ճանաչում են իրենց շահերը եւ իրենց աթոռները։ Ոչ մի կարևորություն իրենց համար չունի Քրիստոսի բادرակումը։ Իսկ երկրորդ, ուրեմն որ գանչում են եպիսկոպոսները գանչում են դեպի կանոնագարկ, այսինքն կան միանան անգամ եւս էջմիածին, որովհետեւ խիստ որոշումներ չառնեն նրանց նկատմամբ։ Ես չգիտեմ ինչ կանոնի մասին է խոսքը, ինչ կարգապահականի մասին է խոսքը, այսինքն դու վերից վար անգարկ ես, վերից վար անկանոն եք, գանչում եք թեկուզ այս եպիսկոպոսները, գանչում եք կանոնի, որ կանոնի, դուք չեք ամաչում, այսինքն դուք զուրկ եք կանոններից, օրենքներից, Աստծուց, բարոյականությունից եւ գանչում եք եպիսկոպոսները կանոնի, ինչ կանոնի մասին է խոսքը։ Այնտեղ կանոն կա, այնտեղ օրենք կա։ Եթե այնտեղ Մայր Աթոռում օրենք եւ կանոնը կորձեր, այսօր մենք չէինք հասնի ըստեղ։ Թեկուզ եթե 5 վերջին ամիսները կորձեր կանոնը, մենք էլի չէինք հասնելու ըստեղ։ Բայց սա ապացուցում է, որ սրանք ոչ կարգ ունեն, ոչ կանոն ունեն, ոչ Աստված գիտեն, ոչ Քրիստոս գիտեն, սրանք իրենց համար իրենց շահերը ամեն ինչից վեր է։ Ինչ ասեմ, Էրմինե ջան։ Իսկ այդ խիստ միջոցները ասելով հատկապես ինչ նկատի ունի Մայր Աթոռը, որ քանի դեռ չեն սպառնալիք է, Էրմինե ջան, որովհետև ես էլ այդ զգացել եմ իմ մորթի վրա,
Վերջին 20 տարիներին ես ընդհանրապես Կտրիչ Ներսիսյանի անունը չէի տալիս եկեղեցում մեր բادرակներին եւ մեր ունգընտիրները մեր հետևորդները գիտեն եւ դա տեսնում են եւ միշտ սպառնալիք էր գալիս որ եթե Կտրիչի անունը չտաս քեզ ղարքաբահական կհրավիրենք եւ 20 տարի ինձ կանչեցին ղարքաբահականի եւ 20 տարի ես հրաժարվեցի գնալուց որովհետեւ ասեցի ես ուր կամ եւ մի հատ հետաքրքրական նամակ գրեցի իրենց այն ժամանակ որ ինձ կանոնի են կանչում իրենց նամակ գրեցի որ ծեր մեջի այս խախտումները բղծությունները անփարոյականությունը եւ որ ուղեք այն ժամանակ դուք ել գարիք չունեք ինձ կանչելու ես կգամ բայց այսինքն սպառնալիք են ուզում անել այսին եպիսկոպոսներին ղարքալուց են անելու սրանց համար արժեք չունի եպիսկոպոսությունը Եթե Քրիստոս արժեք չի ներկայացնում իրենց համար, եպիսկոպոսական ղարքը իրենց համար ինչ է։ Մենք չմոռանանք իր շատ հատկանշելի ղարքալուծումներից մեկը, որ կատարեց եպիսկոպոսների մեկի նկատմամբ, Մոսկվայի Դիրան Սրբազանի նկատմամբ, այնտեղ, չգիտեմ, մեր ունգընտիրներին հավանաբար ծանոթ է, ինքը օտագայանի մեջից հերախոսով ղարքալուծ արեց Սրբազանը Դիրան Սրբազանը։ Այսին եպիսկոպոսությունը պաշտոն իրենց համար խաղալիք է։ Երբ Դու մեկ եպիսկոպոս չես կարող ղարքալուծ անել։ Եպիսկոպոսը բարձրագույն իշխանություն է մեր եկեղեցու մեջ։ Եվ դու բարձրապես գոչվում ես եպիսկոպոսաբեդ, այսին եպիսկոպոսների մեջ, հավասարների մեջ մեծը։ Դու ո՞նց ես կարողանում մի եպիսկոպոս եւ ես բարակային հələ 10 եպիսկոպոսի ղարքի գոչել կամ 10 եպիսկոպոսի բադժել կամ ղարքալուծ անել։ Այսինքն միանձնյա Գարեգին Բ-ի ցանկությամբ է ամեն ինչ որոշվում եւ մի զանգով կարող է անգամ եպիսկոպոսի ղարքալուծ անել։ Այսպես է եղել, միշտ այսպես է եղել։ Այնտեղ մենք տեսնում ենք մարմիններ անցեր ուղղակի ցանկի մեջ գարտում է այն մարմինների մասին, որ ունենք մայրաթորի մեջ, ուղղակի ծիծաղելի մարմիններ, այսպես ցեվական ուղղակի ամեն մեկին ինչ որ մի պաշտոն տալու համար մարմիններ են ստեղծել։ Այսինքն ղարքաբահականը նույնիսկ եթե պիտի հավաքվի, որպեսզի այս եպիսկոպոսների հարցը լուծի, այսօր ղարքաբահական էլ չկա, որովհետև ղարքաբահականի մեջ ովքեր են Պանդարգյալ Արշակ եպիսկոպոսն է, միասերական Նաթան արքեպիսկոպոսն է, չգիտեմ ինչական, այս մարմինը պիտի քննարկի եպիսկոպոսի հարց, ղարքի եւ կանոնի հարց, չեն կարող Այն ինչ որ դուք չունեք, չեք կարող պահանջել։ Իդեպ Արշակ Խաչատրյանի ձերբակալման հետ կապված տեսեք եւ նաեւ կալանավորման Գարեգին Բ-ն արձագանքել է եւ ասում է որ դրանք ապօրինի գործողություններ են, սա անտրովի արդարադատություն է եւ այսպես Արշակ Խաչատրյանը որևէ բանում մեղավոր չէ։ Տարօրինակ է, բայց Արամ Ա կաթողիկոսն էր նաեւ անդրադարձ արել, ասել էր որ այս անօրինություններին դեմ են եւ դեմ են նաեւ այս հոգեվորականների ձերբակալություններին կրկին անօրեն կերպով։ Ինչպես կարելի է արձագանքել Այսինքն մարդիկ ամենայն հայոց կաթողիկոսը Արամ առաջինը, որոնք երբևէ շատ լուռ են եղել, օրինակ նույն մարտի 1-ի ժամանակ, պատերազմի ժամանակ, երբ այդ խոսքը լսելու կարիք ուներ ժողովուրդը, հիմա Արշակ Խաչատրյանի ձերբակալությունը իրենց շատ, այսպես ասեմ, գրգռել է եւ իրենք սրտնեղել են։ Ինչով է սա պայմանավորված։ Թույլ տվեք համաձայնվեմ այս կետի հետ, որ բոլոր այս ձերբակալությունները ապօրինի են։ Գիտեք ինչու։ Որովհետև ամենաօրինավոր ձերբակալումը պիտի լիներ հենց Կտրիչ Ներսիսյան։ Եթե առաջին ձերբակալվողը Կտրիչ Ներսիսյանը լիներ, այսօր մենք այս բոլորին ականատես չէինք լինի եւ ոչ ոք չէր անդրադառնալու այս հարցերին։ Բարձրապես, որովհետև օծի գլուխը դակավին ազատ է, անոր համար է, որ այդ շուրջի անդամները այս բոլոր անօրենություններն են անում։ Եթե գլուխը հոդած չլիներ, մարմինը առողջ կլիներ, ողջ կլիներ։ Բայց մենք տեսնում ենք, այսինքն Էմինե ջան, ես ուզում եմ ասել, որ մեր մոտ հետաքրքրական խոսք կա, ասացված կա, ինձ ասա քո ընկերը ով է, ես ասեմ քեզ ով ես դու։ Ինձ ասա քո հայրը ով է, ես ասեմ ով ես դու։ Այսինքն ինչ եք սպասում Արշակ եպիսկոպոսից, կամ Նաթան եպիսկոպոսից, կամ ուսներից ինչ եք սպասում։ Նրանք հայելին են իրենց հայրերին։
հայելին են իրենց վարչական մարմնին, եթե լավ լիներ գլուխը, մարմինն էլ առողջ կլիներ, ողջ կլիներ։ Հիմա ինչ որ վերապերում է մույս անդրադարձներին, օրինակի համար Արամ Գաթողիկոսը, սա առաջին անգամ չէ, որ զորակցությունն է հայտնում Գդրիչ Ներսիսյանին, եւ ես ցավում եմ նրա համար եւ գիտեմ նրա պատճառը ինչ է, ուղղակի մենք բոլորս էլ գիտենք, որ դաշնակցությունը Լիբանանի մեջ իշխում է։ Եվ անոր համար է, որ իշխանության ջնշումի տակ, այս դաշնակցության իշխանության ջնշումի տակ Արամ Գաթողիկոսը այդ արտահայտություններն է անում, ուղղակի ես գիտեմ, որ երկուսը իրար ադելով ադում են։ Արամ առաջինը եւ Գարեգին բան։ Այո, Արամը եւ Գդրիչը իրար ադելով ադում են։ Ես նույնիսկ ցեզ ասեմ, որ Արամը խուսափում է ընդհանրապես Հայաստան գալուց։ Խուսափում է, որովհետեւ այնտեղ հրեշներ կան, վախնալու վիճակ է։ Եվ ցեզ ասեմ նաև, որ այսինքն չգիտեմ, եթե մի մարմին լիներ, որու մեջ տերություն չկա եւ այս անպարոյականությունը չկա եւ ինքը մի ձևով միջամտեր եւ այլն հասկանալի է, բայց այսինքն Արամ վեհապար դուք պաշտպանում եք Գդրիչ Ներսիսյանին։ Եվ սա առաջին անգամն է պիտի ասեմ, ես ընդհանրապես խուսափում եի այս մասին խոսել, բայց վերջերս օրինակի համար մի անպարոյականություն տեղի ունեցավ նաև Մեծիդան Գիլիկիո Գաթողիկոսներեն ներս։ Մի առաջնորդ, չեմ ուզում անունը տալ, մի եպիսկոպոս, մի թեմի առաջնորդ, այդ երկրի անունն էլ չեմ ուզում տալ, հաշվի առնելով այդ մարդուն անձնավորությունը, որը խցբծանքի առարգաչ դառնա, այդ առաջնորդը թեմական խորհրդի Ադենաբեդի գնոջ հետ բռնվեց անպարոյականության մեջ։ Ինչ պետք է լիներ։ Խորքի մեջ անմիջապես պետք է գարկալուց լիներ։ Բայց երբ որ դա գնահատվում է եւ ուղարկվում է ուրիշ ավելի մեծ թեմ, այդ թեմի անունն էլ չեմ ուզում տալ, այսինքն ինչ է կսպասում։ Սա խայդարագություն է ուղղակի, Երմինե ջան, այսինքն տեսնում եք չափանիշները մեր եկեղեցում, այս աղդը ոչ թե միայն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ է, ամեն տեղ է։ Այն քահանան, որ մի քիչ բարձրացնում է արտարության եւ անօրենության մասին, անմիջապես գարկալուց է արվում եւ այլն եւ այլն, իսկ մույսները, որոնք անպարոյականությամբ են զբաղվում, ուղղակի պաշտպանվում են, քաչալերվում են եւ ավելի բարձր պաշտոններ են տալիս։ Դակավին մի քանի ամիս առաջ, մի տարի չանցավ, մի արքեպիսկոպոս, ուղիղ եթերով եւ դեսանյութները միջև հիմա կան, այդ արքեպիսկոպոսը ուղիղ եթերով հայ հոյախարն խոսքեր ուղեց Արամ առաջին Գաթողիկոսի։ Արամ վեհապար, ինչ արեցիր։ Ինչ արեցիր։ Բաժեցիր, այո, բաժեցիր իրան մի խուլ քաղաք ուղարկեցիր, որպեսզի այնտեղ հովություն անի։ Մի արքեպիսկոպոս։ Այսինքն, Հերմինե ջան, ես չգիտեմ, ես միայն ուզում եմ մեկ բան ասեմ եւ շեշտեմ այդ կետը, որ ես անձնապես խորին շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին, որը բացահայտեց այս ամեն ինչ։ Տեր Արմեն, ասացիք, որ առաջին ձերբակալությունը պիտի լիներ Գարեգին բն, առաջին ձերբակալվողը։ Ուրեմն ըստ ձեզ ստացվում է ԱԱԾ-ն հիմքեր ունի գնալու կաթողիկոսի ետևից եւ կամ ձերբակալելու, որոնք են այդ հիմքերը։ Ավելի հիմքեր ինչ է կուսում, մարդը բեդության թեմ է։ Մարդը իր եղբայրը Մոսկվայում KGB-ի չգիտեմ ինչ անդամ է, սրանք իրենց բոլոր գործողությունները բեդության թեմ են։ Այսինքն դակավին ինչ հիմք կա։ Ես վստահ եմ վարչապետը եւ կառավարությունը եւ ԱԱԾ-ն շատ բան գիտեն։ Ուղղակի ես կրկնեմ։ Ես կարծում եմ, որ մեր վարչապետը կամ շատ քրիստոնյա է, չափեն ավելի քրիստոնյա է, բայց նույնիսկ քրիստոնյան խորակեդություն պիտի ունենա։ Ավետարանը ասում է, որ աղավնու պես խոնար եղեք, հեզ եղեք, բայց օծերի պես խորակետ։ Կամ այն է, որ չափից ավել քրիստոնյա եւ կամ այն է, որ ինքը հաշվարկներ ունի եւ հավանաբար ըստ այդ հաշվարկների շարժվում է։ Բայց եթե իրենք հիմքեր են մանկալիս, ես վստահ եմ, եթե օրինակի համար Արշակ Խաչատրյանի հարցը 2018 թվականից
հետաբնտվում է եւ քննարկվում է, այլևս պատկերացրեք, որ ամբողջ մայրաթորի ամեն ինչը կոնտրոլի տակ է եղել։ Հիմքեր կան, այսին ամենակարևոր հիմքը, որ սա pedagogian թեմ է ժողովուրդ։ Այսինքն ես մերը ասելով, վարչապետ կոնես մարդ եւ որ դուրս գնա, մի հատ non persona, non grata persona արեք, ելիքը չի կարող անորու դառնալ։ Ձեր բազադեք մեզ, այլևս հոգնեցինք 6 ամիս է մենք այս հարցն ենք ձեզում։ Հերիք է խայտարակություն, հերիք է բացահայտում։ Օծի գլուխը ուղագի որ չգդրես, մարմինը մնալու է։ Այսինքն ավելի խայտարակ բացահայտումներ կարող են լինել ըստ ձեզ։ Ես ամեն անգամ որ բացահայտումներ են լինում, ես ասում եմ որ սա վերջն էր, բայց ամեն անգամ ավելի ծանր բացահայտումներ են լինում, որ մենք ուղղակի շշմած ենք մնում։ Այսինքն Արշակ Սրբազանի վերջին դեպքը մենք շշմեցինք, այսինքն ինչ է նշանակում դու դմրամույթ ես գցում մի հավատացյալի ջամբրուգի մեջ, որբեսի կան ցերպակալեն եւ հարցերի մեջ դա հոգեվորականի կորտ չի ախր։ Դա աշխարհականի էլ կորտ չի։ Բայց սրանք անում են։ Այսինքն ես չգիտեմ, ես միշտ ասում եմ, որ ինչու Գդրիչ Ներսիսյանը չի լքում մայրաթորը։ Հավանաբար այնքան բացահայտումներ են լինելու, որ ինքը չի ուզում գնա, մինչև վերջին բահ ուզում է պայքարել։ Դեղի 10 եպիսկոպոս քո դեմ են։ Մույս 30 եպիսկոպոսի գեսը քո դեմ է, բայց վախենում է քեզ այս բարձրացնելու։ Ինչ ես ուզում, մինչև երբ ես ուզում մնալ։ Ինչ է քո նպատակը։ Տեր Արմենի վերջերս երբ Մարսելից վերադարձավ կաթողիկոսը, այսպես հայացքով ժողովրդին էր փնտրում եւ առաջին հարցն այն էր, թե ուր է ժողովուրդը, այսինքն սա կարևոր ցուցիչ չէ, որ ամեն դեպքում այդ անջրպետը կա կաթողիկոսի եւ ժողովրդի միջեւ այդ խզումը կա եւ այստեղ ձեր հարցին կրկին հարցով այսպես հավելեմ, այն դեպքում երբ եպիսկոպոսների պահանջը կա, հանրության կողմից էլ երևում է, որ հանրությունը արդեն մեջքով է թեքվել դեպի կաթողիկոսին, ել ինչն է իրեն ստիպում մնալ մայրաթորում։ Էլ ինչ պետք է լինի, որ Այն եմ ասում, այսինքն ինչքան աներես պիտի լինես, որ դու ժողովրդի պահանջքին, 10 եպիսկոպոսի պահանջքին, ամբողջ սփյուռքի պահանջին հնազանդվելով, դու պիտի չհրաժարվես, ինչ կա այնտեղ։ Քողացածը քողացել ես, դարածը դարել ես, սրբությունները վաճառել ես։ Նույնիսկ մեր քեղարտը, որ սրբություն մեր սրբոցն է, Արշակ Սրբազանի խոստովանությամբ իրենք վաճառել են կամ նվիրել են Մոսկվայի քաղաքապետին։ Ինչ ես ուզում դանել են, մարդկանց հոգիներն էլ դարար։ Ինչ ես ուզում ավել, ինչ ես դանելու ընդդեմ։ Ես չեմ հասկանում։ Տեր Արմեն, հետաքրքիր, եթե կարելի է այդ բառը բնորոշել, այսինքն բառեր չեմ գտնում բնորոշելու համար, հետաքրքիր դրվագներ տեսանք Գյումրիում, երբ քահանաներից մեկը այսպես տեսախցիկների առաջ ուղիղ եթերում չզլացավ եւ անիծեց, նզովեց քաղաքացիներից մեկին, այսպես բոլոր հարազատներին թաղեց, հետո կուսակրոնության ուխտը խախտել չխախտելու մասին հարցին լրագրողի ասաց, իսկ դուք Լևի չեք գնում, ներողություն եմ խնդրում, իր ուղիղ բառերն եմ մեջ բերում։ Այս սա ինչի մասին է խոսում։ Սա արդյոք ցուցիչ չէ, որ մենք հոգևոր ճգնաժամի մեջ ենք, այն դեպքում, երբ հոգևորականից ակնկալում ենք լսել հոգևոր խոսք եւ երբեմն լսում ենք այսպես սահմռկեցուցիչ ինչ-որ արտահայտություններ, նզով, երբեմն սպառնալիք, իսկ այդ վերջին մասին կուզենամ դուք անդրադառնաք, թե արդյոք չես դավաճանում կնոջդ, արդյոք չես գնում իր բառերով ասած Լևի։ Տեսնում եք, որ սա ուղղակի իրենց փարարանի մեջ բարեր են։ Սա իրենց փարարանը սա է։ Եվ ես ուզում եմ այստեղ մի հատ փագակից բացեմ, էլի մի բան ասեմ իմ փորձառությունից։ Մի անգամ, երբ որ ես առաջին անգամ հրավիրվեցի, այսինքն եկա Հայաստան, եպիսկոպոսներից մեկը լավ, պիտի ասեմ անունը, հենց Արշակ Սրբազանը, ուրեմն առաջին օրը ընտրիքի էինք, հաց էինք ուտում միասին, այս Լևի պարը ես կյանքում դա առաջին անգամ էի լսում, ինձ ասեց Արմեն, դեր Արմեն էլ չեն ասում, իրանք դեր, մեր, այս բաները Սրբազան, իրենց կով չի կործում, ասեց կարող է Լևիի քնաս, ես էլ այդ պարը չգիտեի ինչ է անգեղծ ասած երմինի, ասեցի Լևի ուրա, դեր ուսերեն պար է մենք ես պարարանի մեջ մենք չունենք, ելավ բացադրեց ինչ է, ասեցի Սրբազան, բայց ես ամուսնացած մարդ եմ, դուք գիտեք, դե ասեց ինչ ա լինում, երեցկինը այստեղ չի, այսինքն երբ որ հիշողություններով հետ եմ քնում,
ասում են, որ մենք ինչքան էինք խապված։ Այսինքն հիմա երբ որ arczepiskopos-ը քահանային այսպես է ասում, եւ մի ուրիշ դրվագ էր, ունեինք Աստվածօգին լուսավորե մեր Նորայր Սրբազան Աշակյանը ինքն էլ սենց մի տեպ պատմեց ինձ, որ այսպիսի տեպ կա եղել իր հետ եւ իրան դարել են առանց իր իմանալուն եւ այլն։ Հիմա այսինքն դեր նշանի ասածը այսինքն առ ոչինչ է, եթե մենք դա պարտադենք բարձրաստիճան եպիսկոպոսների ասածի հետ։ Այսինքն մեղք է, որ այդ նշան անունը, նշան, որ գոչվում է խաչ, խաչը նշան է։ Այսինքն այդ անունը մեղք է իր վրան, ուղղակի ինքը բիդագ է, այսպիսիները բիդագ են մեր եկեղեցու նկատմամբ։ Ուղղակի մեր եկեղեցու անունը վարգապեգեցին։ Եվ ես ամոթահար նայեցի այդ տեսանյութին, որտեղ դեր նշան այդ խոսքերն է ասում եւ Բայց ամեն դեպքում ոնց սրանք մեր հայելին են, ներողություն Հերմինե ջան, սրանք մեր հայելին են։ Քահանան իր առաջնորդի հայելին է։ Առաջնորդը իր գատողիկոսի հայելին է։ Ինչպեսին որ է գատողիկոսը, այդպիսին է առաջնորդը։ Ինչպիսին է որ է առաջնորդը, այնպիսին է քահանան, եւ ինչպիսին որ է քահանան, դժբախտաբար ունենք որոշ հոգևորականներ նաև հոգևոր աշխարհականներ ընտորինակում են այդ ամեն ինչը եւ անոր համար մենք տեսնում ենք այսօր մեր ժողովուրդը բաժանված է երկու մասի։ Մի մասը սովորել է այս բարոյականությունը իր հոգևորականներից, մյուս մասը սովորել է ավետարանից։ Հիմա այս երկուսը հագամարտության մեջ են։ Ոնց կարելի է քահանան այսպիսի, եթե քահանան համարձակվում է կամերաների առջև այսպիսի արտահայտություններ անել, հապա քահանայի անձնական բարոյական կյանքը ինչպիսին է ժողովուրդ, ինչպիսին է։ Տեր Արմեն, եւ դեկտեմբերի 10-ից 12-ը գիտեք եպիսկոպոսների ժողով էր նախատեսված, որը Ֆրանսիայից գալով Գարեգին բն չեղարկել է։ Նախ ձեզ հայտնի է պատճառները, թե ինչու է չեղարկվել, որովհետեւ խոսակցություններ կան, որ վերահսկողություն չունի պարզապես եպիսկոպոսների վրա եւ չի կարողանում անգամ կազմակերպել այդ ժողովը։ Եվ եթե այս ժողովը չեղարկվում է, որից կարծես թե մեծ սպասելիքներ կար եւ հանրությունն էլ սպասում էր, որ այդ օրը որոշակիորեն այսպես լուծումներ կառաջարկվեն նաեւ կաթողիկոսի գնալու հետ կապված, բայց եթե չեղարկվում է, հիմա ինչ սպասել եւ որքան կարող է այս ժամանակը ձգվել, տևել, ինչ լուծումներ եք պատկերացնում, որովհետեւ նաեւ խոսակցություններ կան, որ Գարեգին բն ժամանակ է ձգելու մինչեւ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ, կարծես թե այդ իմաստով սպասում է իր համար հաճելի ելքի։ Այդ կա ժամանակ չի ցկցկվելու։ Ես կարծում եմ մինչև դարվա վերջ այս հարցը պետք է լուծի։ Իսկ ինչ վերաբերում է ինչու ինքը չեղյալ համարեց եպիսկոպոսական ժողովը, դա մեկ բարձ պատճառով է, որ ինքը ըսկած, որ այնտեղ եպիսկոպոսներ չկան, որոնք իր կողքին պիտի կանգնեն, սա մեկ։ Իսկ երկրորդ ամենակարևոր հարցը Արշակ Խաչատրյանը այնտեղ չէ։ Որովհետև Արշակ Խաչատրյանը ինքն է այնտեղ, որ բոլորի նկատմամբ կոմպրոմանտները բահած, բոլոր իրանից սարսրում են։ Եվ նրա համար, որովհետև իր աջ թևը գդրվեց, եւ իր ցախ թևերն էլ գդրվեցին այս ընթացքին, անո համար ինքը հարմարակույնս տեսավ, որ այս եպիսկոպոսական ժողովը տեղի չունենա, որովհետև այս եպիսկոպոսական ժողովը իր թեմ պիտի կործեր։ Այդ է կարծում եմ պատճառը, եւ այդ Ֆրանսիայի երթալը ոչ մեկ գաբ ուներ, ինքը ուղղակի գնաց եւ սա էլ ասեմ, ուրեմն ինքը գնաց Ժնև եւ Ժնևից գնաց Ֆրանսա, Ժնև գնաց մեկ նպատակով եւ մեկ պատճառով, ինքը հանդիպեց առանցին, առանց որևէ մեկի իրեն հետ դանելու, գնացել հանդիպել է մի բարերար գնոջ, մեծ բարերար գնոջ առանցին գնացել հանդիպել է։ Հետո գնացել է Ֆրանսիա եւ մենք այնտեղ տեսանք այդ խայտարակությունը ինչ տեղի ունեցավ, ուղղակի այնտեղ մարդիկ դրան արչեւ, դարբասի արչեւ գոչում էին Գարեգին հերացիր, Գարեգին հերացիր։ Այսինքն սա է եղելությունը Հերմինե ջան, ուղղակի ես բաբանցած եմ, այսինքն ես էլ չգիտեմ ինչ ասեմ, ինչ խոսեմ, անցյալ անգամ եթե հիշում եք մեր վերջին
զրույցի մեջ ես ասեցի, որ կարծում էի մեր եկեղեցին հիվանդ է, բայց իհայտ եկավ, որ մեռած է պետք է տաղվի։ Հետո ցեզ նամակով գրեցի, որ ես քաշում եմ այդ խոսքը, բայց երտալով ավելի արմադանում է, որ մեր եկեղեցին իսկապես մեռած է եւ պետք է վերածնվի, բայց ինչպես պիտի վերածնվի, ես չգիտեմ։ Եթե մենք առնենք վարչապետի ուրեմն արտահայտած կանոնները կամ առաջարկությունները, որ անում է, որ անփարոյականները այնտեղ դեղ չունեն, ուխտազանցները դեղ չունեն, չգիտեմ ինչերը դեղ չունեն եւ այլն, ի վերջո ինձ թվում է հայտնվելու է միայն վարչապետը այնտեղ մայրաթորում եւ ստիպված պիտի լինենք ոնց որ ժամանակի մեր պատմության մեջ մենք ունեցել ենք աշխարհական, որ ընտրել ենք որպես կաթողիկոս, այս վարչապետը ընտրենք, որ լինի թե մեր վարչապետը, թե մեր կաթողիկոսը։ Այսինքն մենք պակ դռների առաջ ենք եւ կարծում եմ սա պատճառներից մեկն է, որ վարչապետը դադամսում է անմիջական որոշումներ եւ վճռական քայլեր առնել, որովհետեւ ինքը գիտի ընդեղ մեկը չի մնալու։ Ինչ պիտի անի այս մարդը առանցին։ Իրա հույսը կահանաներն էին եւ այսօր մենք տեսանք կահանաների օրինակը դեր նշանի անձի մեջ են ում պիտի վստահի վարչապետը ես չգիտեմ դժվար հարց է Շնորհակալ եմ Տեր Արմեն Շնորհակալ եմ Հիշեցնեմ որ Վառնայից տեսակապի միջոցով մեզ էր միացել Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը կհանդիպենք